Գրիգորյան կենտրոնական պաշտպաններն են։ Նավայ Պետրոսյանը համար 44 եւ Բուշայի Բարասին համար 33, կիսապաշտպանության կենտրոնում համար 19 Կարեն Մուրադյան։ Հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ Խավիեր Տորես եւ 11 մետրանոց են պահանջում Վանի ֆուտբոլիստները ու Էնրիկ Նալբանդյանը նշանակում է 11 մետրանոց։ Այս մեկից առավել եւս Էդգար Գրիգորյանի ձեռքին է ըփվել գնդակը ըստ մրցավարի։ Խավիեր Տորեսի արվածից հետո ըփվեց գնդակը Էդգար Գրիգորյանի ձեռքին։ Եվ շատ պատասխանատու դրվագ հիմա։ Զնում է Նալբանդյանը, Պետրոս Ավետիսյան և գրավում է դարպասը Պետրոս Ավետիսյանը 1-0 Վանը հաղթում է Արարատ Արմենիային։ Մինչև այս դրվագը անդադար գրոհներ էին ձեռնարկում Արարատ Արմենիայի խաղացողները։ Մի քանի սուր գրոհ տեսանք Տուլիպայի գլխավորած թիմի կողմից, բայց Վանը դիմացավ, ստացավ անկյունայինից վաստակեց 11 մետրանոց ու Պետրոս Ավետիսյանը բացեց հանդիպման հաշիվը։ Շատ հետաքրքիր զարգացում է ստանում այս հանդիպումը, տեսնենք թե ինչպես կարձագանքի Արարատ Արմենիան։ Իհարկե, միավորների կորուստը ճակատագրական նշանակություն կարող է ունենալ Տուլիպայի գլխավորած թիմի համար։ Արարատ Արմենիան ձգտում է հաղթել Fastex Premier League-ան, դառնալ Հայաստանի չեմպիոն եւ այդ պայքարում միավորների կորուստը միայն կարող է ուրախացնել Արարատ Արմենիայի մրցակիցներին, իսկ մրցակիցներ կան։ Ալեքսանդրո Գոմեսը հայտնվեց խոտածածկին, Արարատ Արմենիայի պատասխանը Արայիկ Էլոյանը արվածեց, բայց թույլ էր այս արվածը եւ Դանիլա Բոկովը շատ հանգիստ կարողացավ վերցնել գնդակը։ Արթուր Սերոփյան փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է եւ փրկեց Դանիլա Բոկովը։ Ինչ գեղեցիկ սեյվ էր։ Պետրոս Ավետիսյանը փոխանցում Բենիկ Հովանիսյանին, բարձրից Տուգանային հրապարակ եւ 2-0 Նարեկ Մանուկյան, բայց բարձրացնում է դրոշակը մրցավարի օգնականը։ Կար խաղից դուրս վիճակ։ Գոլը արձանագրված չէ, սակայն պետք է սպասել։ Այստեղ Պետրոս Ավետիսյանը հետ փոխանցում կատարեց Բենիկ Հովանիսյանի փոխանցման պահին։ Կար խաղից դուրս վիճակ, թե ոչ։ Հասավ գնդակին նետոն։ Եվ նրա փոխանցումից հետո Նարեկ Մանուկյանը գրավեց Արարատ Արմենիայի դարպասը։ Կար խաղից դուրս վիճակ։ Զիդան լավներ փոխանցումը նդուր, արվածում է նդուրը։ Շատ ուժեղ արված էր, բայց Դրան Շաղոյան, Կամո Հովանիսյան, կրկին Շաղոյան։ Փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն եւ գոլ։ Սխալվեց Իբրահիմը։ Շաղոյան փոխանցում Տուգանային հրապարակ, արված եւ Դանիլա Բոկովը հեռացրեց գնդակը։ Վանի դեմ մրցավեճում Խուլիո Բուենոն էր պատրաստվում մտնել դաշտ։ Եվ Պինտու որսած գնդակը։ Բրունո Պինտուն նդուր, անցավ Մկոյանին, Ալիուն նդուրը, լավներ փոխանցումը վտանգավոր է Կամո Հովանիսյան եւ Դանիլա Բոկով։ Եվ Ֆարագանում է աչի եզրով Կամո Հովանիսյանը, փոխանցում Տուգանային հրապարակ նդուր, արզեց ոտքը, բայց չհասավ գնդակին։ Շաղոյան Եվ 11 մետրանոց են պահանջում Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները։ Ու մրցավարը նորդորում է սպասել։ Առաջին խաղակեսում եղավ նմանատիպ դրվագ։ Ու Արարատ Արմենիայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց։ Ու նշանակված է 11 մետրանոցը։ Ալիուն նդուր եւ գոլ։ Բենիկ Հովանիսյանն է տեղադրում գնդակը։
Փոխանցում Տուգանային հրապարակ եւ գնդակը հայտնվում է դարպասում Վանը հավասարեցնում է խաղի հաշիվը։ Այ քեզ զարգացում։ Սխալվեց Բրունո Պինտուն, չկարողացավ հեռացնել գնդակը ու 2-2։ Արարատ Արմենիան չպահեց առավելությունը, Իբրահիմն էր գոլ խփող ֆուտբոլիստը։ Կարծես թե այո, սպասեն կրկնապատկերին։ Հենիկ Հովհաննիսյանը գնդակը ուղարկեց Տուգանային հրապարակ եւ միթե ոչ ոք չհպվեց գնդակին։ Կարծես թե այո։ Այնտեղ Կարապետյանին ամեն դեպքում հպվեց եւ նոր հայտնվեց դարպասում, այնպես որ սա փոխային մտած Հարիս Կարապետյանի անվան դիմաց կգրանցվի։ Խուլիո Բուենո Ժեարվածով գնդակը մտցրեց խաղի մեջ եւ վերջ հանդիպումն ավարտված է Վան Արարատ Արմենիա 2-2 անչափ հետաքրքիր հանդիպման ականատես եղանք Արարատ Արմենիան կարևոր միավորներ կորցրեց